Գիտեք, նախ մեծ ուրախություն է իրոք, երբ մեր 4 հայրենակիցները արդեն իրենց ընտանիքներում են կամ ամեն դեպքում տեսակցել են արդեն իրենց հարազատներին, բայց եկեք սթափ դատենք, դուրս գանք այդ էյֆորիայից, այդ ոգևորությունից ու հասկանանք, որ Հայաստանը որևէ ու առավել եւս այս իշխանությունները որևէ դերակատարություն չունեն այդ հարցում եւ սա ընդամենը Ադրբեջանի ցանկության արդյունքն էր։ Միակ բանը մենք շատ լավ գիտենք վարձկանների հետ փոփոխությունը, հաջորդ ներողություն այսօր հերքեց, որ այդ իրողությունները մեկը մյուսի հետ կապ ունեն։ Առավել եւս ես հենց ի սկզբանե չեմ էլ ընկալել այդ իրողությունները եւ ինձ համար շատ ավելի ընկալելի էր հենց առաջի իմ ռեակցիանը եղել է նա, որ այստեղ Հայաստանի իշխանությունների որևէ, այսպես գործընթացի մասնակցություն չի եղել եւ սա ընդհանրապես Ադրբեջանի ցանկության արդյունքն է, այս բարի կամք չի սա, բացարձակ բարի կամք չի սա, որովհետեւ նման գործընթացները բարի կամքի դրսևորում լինել չեն կարող, սա պարտավորություն պիտի լինի եւ եթե դու գնում ես խաղաղության գործընթացի ոգևորությամբ 2 օր է խոսում են թրիփից, ապա հասկանալի է, որ նախերգանք է գերիների վերադարձը, բայց եթե մենք այս փուլում ընդհանրապես խոսում են ընդհանրապես 4 գերիների ազատման մասին, հասկանալի է, որ այդ գործընթացը ինքը քաղաքական այլ հետևանքներ է դեռևս նախատեսում կամ քաղաքական դեռևս այլ ընթացք է նախատեսում։ Սա մարդասիրական գործընթացից ընդհանրապես դուրս գործընթաց է եւ կանխագուշակել այս իշխանությունների օրոք մեր պատանդարված անձերի հետագա ճակատագիրը անհնար է ուղղակի։